Թեհրանում բողոքի նորալիք է բարձրացել իրանական ռիալի արժեզրկման պատճառով։ Իրանական ռիալը ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Դոլարը վաճառվում է մոտ 1,43-ից 1,45 միլիոն ռիալի սահմաններում։ Պատճառներից են Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները, 50%-ից ավելի բարձր գնաճը, դոլարի թույլ ներհոսքը և քաղաքական անորոշությունը։ Իրանը կոշտ և անհապաղ կարձագանքի երկրի դեմ ուղղված ցանկացած ագրեսիվ գործողության գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամխանին, մեկնաբանելով Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Թեհրանի դեմ ուժի հնարավոր կիրառման մասին։ Նրա խոսքով Իրանի պաշտպանական դոկտրինը սահմանում է մի շարք պատասխան միջոցառումներ, նույնիսկ նախքան սպառնալիքների իրականացումը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի ղեկավար Նեթանյահուի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Իրանը զգալիորեն թուլացել է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք կրկին ամրապնդվեն, ասել է Թրամփը։ Նա նշել է, որ Իրանը իրեն վատ է պահում։ Ուկրաինացիների 85%-ը խաղաղություն է ուզում, միևնույն ժամանակ 85%-ը դեմ է Դոնբասից դուրս գալուն, ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց արդար խաղաղություն։ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտարարել է հակաահաբեկչական գործողության շրջանակում 110 կասկածյալի ձերբակալման մասին, այդ թվում նոր տարվա տոներին հարձակումներ պլանավորողների։ 115 կասկածյալների ձերբակալման օրդեր է տրվել, գիշերը 110 կասկածյալ ձերբակալվել է 114 հասցեում անցկացված գործողության արդյունքում։ Ադրբեջանը 15 տարվա ընթացքում լրացուցիչ 33 միլիարդ խորանարդ մետր գազ կմատակարարի Թուրքիային։ Նոր պայմանագրի մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկ նախարար Բայրակթարը։ Համաձայնագիրը ստորագրվել է հունվարի 2-ին և կսկսի գործել 2029 թվականից։ Այդ պայմանագրի շրջանակներում Թուրքիան տարեկան 2,25 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա Կասպից ծովի Աբշերոնի հանքավայրից։ Թմրանյութի շրջանառության դեմ պայքարի պատրվակով Վենեսուելայի վրա հարձակումից և երկրի նախագահին գերեվարելուց հետո ԱՄՆ-ն հայտարարել է երկրի նավթային պաշարները տնօրինելու մտադրության մասին։ Վենեսուելան Միացյալ Նահանգների կառավարությանն առաջարկել է համատեղ աշխատել համագործակցության ծրագրի շուրջ, հայտարարել է երկրի փոխնախագահը։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն է այժմ ղեկավարում Վենեսուելան, մեռես երկիր է, որը պետք է վերականգնեն և երկրում ընտրություններ կանցկացվեն այն ժամանակ, երբ հարմար պահը կգա։ Ամերիկացի առաջնորդը նաև նշել է, որ նավթային ընկերությունները շատ են ցանկանում աշխատել Վենեսուելայում և իրենք կզբաղվեն ներդրումներով։ Սեդամ Ակարյան, Նորա Գևորգյան, ABC Media։